Դեկին նախարարը դուք էլ նշեցիք, որ ըստ էության կարգավորումները խստացվում են, այսինքն հստակ չափորոշիչներ են սահմանվում, այս չափորոշիչի պարագայում ԱԲ միջակայքում այս հաշմանդամության այս խումբն է եւ այլն, այսինքն ըստ էության հնարավորինս կներեք սահմանվում են այն թվային տվյալները միջակայքերը կամ այն ցուցանիշները, որոնց պարագայում կարող ենք տալ առաջի կարգի հաշմանդամություն, երկրորդ, երրորդ եւ այլն։ Եվ հենց այստեղ է, որ ես հակասություն եմ տեսնում, այդ ամենը ըստ էության ինչպես եք դուք կապում բժիշկ մասնագիտության հետ։ Անհատական լիցենզիան հենց բժիշկ մասնագետն է։ Պատկերացրեք, ասենք 0.001 տարբերությամբ, հա, ցուցանիշը 0.01-ի փոխարեն բժիշկը գրել է 0.02 եւ դրանով ինքը հաշմանդամության այս մի խմբի սահման է անցել։ Ենթադրենք, ես օրինակ եմ ասում։ Հիմա այս պարագայում շատ ճիշտ է, այո, բժշկին զրկել այդ հանձնաժողովի անդամ լինելու հավաստագրից, բայց արդյոք սա հերիք է, որ իրեն որպես բժիշկ լիցենզիայից զրկել, իմ ասած ինքը որպես բժիշկ ինչու պետք է, պատկերացրեք լավագույն մասնագետն է այդ ոլորտի եւ ինչ որ սխալ է արել, ոչ մտադրված, թեկուզ մտադրված է հանենք հանձնաժողովի անդամի հավաստագրից զրկենք, բայց իրեն զրկել մասնագետ լինելու այդ որակավորումից խոսքը սրա մասին է։ Հավաստագիրն ուրիշ բան է, անհատական լիցենզիան, սրա մասին պետք է մտածել, ես հենց դա եմ ասում։ Ես մի հատ փորձեմ ամեն դեպքում թեկուզ կարծես ելույթների փուլ էինք մտել, բայց այս հարցը չպարզաբանվեց, եթե ես սխալ հասկացած լինեմ, խնդրեմ բարմարտությունը նորից պարզաբանի։ Ես ճիշտ եմ հասկանում, որ խոսքը ուղեգրող բժիշկների մասն է, ոչ թե փորձագետ բժիշկների մասին, որոնք ՄՍԾ կազմում անում են հենց անձի ֆունկցիոնալության գնահատումը։ Տիկին Գյուրեղյան, գնահատում անողների մասին չի խոսքը։ Խոսքը բժշկական հաստատություն նախագծի մեջ երևում է խոսքը ուղեգրող բժիշկների մասին, որոնք ուղեգրում են Տիկին Գյուրեղյան, ուղեգրում են փորձաքննության եւ մեր գործընկերները պետքա պարզեն հետեւյալը ուղեգրման չափանիշներ կան, օրինակ գրած է, որ պետքա EKG-ն էլեկտրասրտագրության մեջ լինի այսպիսի պատկեր, որպիսի գնա փորձաքննել, հետո պարզ չի, կստանա այդ իր ֆունկցիոնալության գնահատման խորը ծանր աստիճանները, թե չի ստանա։ Եվ մեր գործընկերները պետքա ստուգեն, որ եթե ESG-ն էլեկտրասրտագրությունը այնուամենայնիվ չի համապատասխանում, բայց բժիշկը գրել է, որ համապատասխանում է, այսինքն ոչ թե գնահատում են բժշկի մասնագիտական նաև գիտելիքները, այլ պարզ տեխնիկական սխալ անելը Չէ, մի րոպե, թույլ տվեք մինչև վերջ ասեմ, էլի։ Եվ եթե դա 3 անգամ փաստացի, այդ 3 անգամը մեր քննարկումներից հետո չէ մենք որոշեցինք, այսինքն այստեղ նախկին վերսիայում տարբերակում մի անգամից էր առաջարկը գնալու առողջապահության նախարարություն, որտեղ այո կարող է սխալվել նաև մարդը, եթե 3 անգամ հստակ գրված տեքստին հակասող բան է գրում փաստաթղթերի մեջ եւ ուղարկում է գնահատման, հարց է ծագում, իսկ ինչի է արել մեր գործընկերը դա եւ ուղարկվում է նախարարություն, որովհետեւ նախարարությունը արդեն մասնագիտական մարմին, նաեւ դա դիտարկի եւ ես մի քիչ համաձայն չեմ ձեր այդ տեսակետին, որ լիցենզիան միայն գիտելիքների վրա հիմնված բանի, այսինքն լիցենզիան կասեցնելու այլ հիմքեր էլ կան, օրինակ էթիկական հարցեր, օրինակ բժշկի եւ պացիենտի հարաբերությունների մեջ վատ վարքագիծ, չէ, զրկելու մասը, զրկելը կարծես թե նախատեսված չի օրենքով, այդ փոփոխությունները կարվեն, այսինքն այդ գործիքը հիմա էլ կա, որ եթե էթիկայի հանձնաժողով դիմում են եւ պարզվում է, որ իրոք անթույլատրելի մի բան է, մենք Տիկին Գյուրեղյան, դա առանձին խոսեցինք, որ տերմինները պետքա ուղղվեն, զրկել բառը պետքա համապատասխանի բժշկական Ոչ, Տիկին Բադալյանն ասեց պետքա բժշկական օգնության սպասարկման մասի օրենքին պետքա համապատասխանի եւ եթե կարիք կա հիմք ավելացնելու, պարզապես հիմք process անելու, նոր կանդրադառնանք բժշկական սպասարկման մասին օրենքին։ Սրա մասին է խոսքը եւ ես ձեր այն տեսանկյունից, որ պատահական սխալի դեպքում մենք չպետք է գնանք միանգամից պատժելու, համաձայն եմ եւ հենց դրա համար է այս 3 անգամ ավելացրել։ Ես նաեւ առաջարկել էի միգուցե այլ
կարգավորում դնենք, կարող ենք դեռ քննարկել, օրինակ այդ կասեցում կամ դադարեցում ժամկետով է, չէ, եթե չեմ սխալվում, հա։ Դուք 1 տարի եք, չէ, առաջարկում։ Հա։ Չէ, բայց առաջարկում եք կասեցնել 1 տարով։ Հա, այդ արդեն նախարարությունն է որոշում, ինչքան ժամանակով կասեցնի։ Okay։ Մենք պարզեցինք, որ այդ զրկել բառը պետքա փոխվի։